Երրորդ խոսափողը միացրեք։ Շնորհակալություն տիկնակ եւ պարոնայք կառավարության անդամներ, այս հարցին մենք անդրադառնում ենք արդեն երրորդ անգամ, իսկ հարցը հետեւյալն է. 2015 թվականի փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ունեցավ իր հայտնի ելույթը, որտեղ ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին ակնարկներ արեց, ակնարկեց, որ նա միլիարդավոր դրամների հարկեր չի վճարում պետբյուջե եւ վարչապետին հանձնարարեց այս կապակցությամբ հրապարակային թափանցիկ գործողություններ կատարել, ստուգումներ անել պարզելու համար եւ սրանից հետո էր, որ վարչապետը ունեցավ բամփելու մասին իր հայտնի ելույթը 2015 թվականի մայիսի 20-ին ես հարց եմ տալիս Հովիկ Աբրահամյանին, թե ինչ տեղի ունեցավ այդ ստուգումների կապակցությամբ, Աբրահամյանը պատասխանում է, որ ֆինանսների նախարարը խոստացել է մինչև մայիսի վերջը հունիսի 5-ը տեղեկակ ներկայացնի ստուգումների արդյունքների մասին։ Հունիսի 10-ին ես նորից Հովիկ Աբրահամյանին հարց եմ տալիս, այս նույն կապակցությամբ նա պատասխանում է, թե գիտեք, ասում է մի քանի օր կձգձգվի։ Հիմա այդ մի քանի օրը, որ ասում եք, այդ մի քանի օրվանից հետո արդեն շուտ 4 ամիս է անցել եւ ասեմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ստուգումների մասին օրենսդրությամբ ստուգումների համար նախատեսված բոլոր հնարավոր ժամկետները սպառվել են եւ ուրեմն հիմա ժամանակն է արձանագրել, թե Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասում այդ ամենի, որ ասում էր, թե զրպարտում էր ձեր սիրելի խնամի պարոն Ծառուկյանին, իմիջ այլոց ասեմ, այս վերջերս մի բան է անցել մտքովս, պարոն վարչապետ, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը պարզապես ուզում էր սեփ խրել ձեր ու ձեր խնամի պարոն Ծառուկյանի հարաբերությունների միջև, ինչ եմ ասում, որովհետև ձեզ հանձնարարում է բամփել, իսկ ինքը վերջերս Ծառուկյանին բարգեւատրում է հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով։ Հիմա ի՞նչ է, ստացվում է, որ միլիարդավոր դրամների հարկեր չվճարածներին Հայաստանի Հանրապետությունում սկսել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով բարգեւատրել։ Թե այսպիսով Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրում Գագիկ Ծառուկյանից իր հայտարարությունների համար։ Եվ ի վերջո այս ամեն ինչի համար, որ մեկը հանրությունից պետք է ներողություն խնդրի, թե այսպես պետք է շարունակեք ուրախ ապրել։ Խոսքը կառավարության եւ իշխանության անդամների մասին է։ Չնայած ձեր ֆոնին հանրությունն էլ ոնց որ արդեն տխուր չի, որ ձեզ տեսնում է տենց այդ վիճակում։ Իրանի ես պատասխանելու իրավունք ունենայի կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյան։ Հարցը գրավորված է եղել կառավարությանը, որին պատասխանել է ֆինանսների նախարարը։ Պատասխանը շատ կարճ է, դրա համար ես նպատակահարմար եմ համարում այն ընթերցել։ Ուղղակի պարոն Խաչատրյան այսօր գործուղման մեջ է եւ դրանով պայմանավորված ես եմ ներկայացնում իր պատասխանը։ Վարչապետի հանձնարարությամբ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման արդյունքների ստուգման, ուսումնասիրման, ամփոփման եւ ձևակերպման գործընթացները դեռևս գտնվում են ընթացքի մեջ։ Հաշվի առնելով վերոնշյալ միջոցառումների կարևորությունը եւ ծավալուն լինելը, օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գործողությունների կատարման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հրապարակվել միայն դրանց կատարման ավարտից հետո, արդյունքների մասին ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե իրականում արկա են խախտումներ հարկային թե ոչ, ես եւ արդյոք այստեղ կա քաղաքական այս կամ այն հարցադրումը, ես կարծում եմ պատասխանը շատ պարզ է, վերջերս անգամ մամուլում բազմաթիվ մեր գործընկերներին, որոնք նաեւ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ուղղված են եղել հարցեր իրենց հարկային պարտավորությունների հետ կապված եւ կարծում եմ մամուլը հակառակ բաններ փնտրում, թե հանրապետական կուսակցությունում ինչ է տեղի ունենում, եթե հարկային պատասխանատվության են ենթարկվում մեր կուսակից ընկերները։ Պատասխանը մեկն է, այստեղ իհարկե գործելու է օրենքը եւ օրենքն է լինելու գերակա։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան, երրորդ խոսափող։
Պարոն Հարությունյան, դուք անդրադարձաք հարցի այն դրվագին, որ ստուգումների մասին օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր ժամկետները սպառված են։ Այսինքն, ինչ նշանակում գործընթացը ծավալուն է, օրենսդրությունը հստակ ժամկետներ է սահմանել եւ այդ ժամկետներով պետք է ամեն ինչ ավարտված լիներ։ Եվ հետո ամեն ինչ անընդհատ տանում եք ֆինանսների նախարարության դաշտ, որտեղ իմ ասած խնդիրը կա, բայց Սերժ Սարգսյանը իր ելույթում ասել է նաև հետևյալը, որ շարունակում են օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմներ հիմնելու մասին չստուգված լուրերը եւ ասել է, խոսքերի վերաբերում է Ծառուկյան, եւ ասել է, որ անվտանգության խորհրդի նիստ կլինի եւ իրավապահ համակարգի հետ համապատասխան անդրադարձ կլինի։ Դուք արդեն երրորդ անգամ չեք ասում, թե օրինակ ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, կառավարության առընթեր մարմինները գործողություններ ձեռնարկել են, այդտեղ էլ շատ ավելի սև կա ժամկետներ կան տեղեկատվությունը ստուգելու օրենսդրությամբ եւ համապատասխան արձագանք տալու։ Հիմա այս հարցը ինչքան է ձգվելու, այստեղ ես տեսնում եմ երկու լուծում։ Կամ պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը զուտ քաղաքական դրդապատճառներով արել է հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, եւ երկրորդը, եթե համապատասխանում են իրականությանը, պետք է ունենա համապատասխան հետևանքներ։ Հիմա դուք ոչ եք անում, ոչ եք անում։ Ձեզ ինչ թվում է, թե կհոգնենք մենք այս հարցը տալուց։ Ինչքան պետք է լինի երկու շաբաթը մեկ ես այս հարցը տալու եմ։ Չմտածեք, թե հանկարծ այս կծրենք, կմոռանանք, կգնա։ Այսինքն եւ սա իմ անունից չեմ անում, սա հանրությանն ուղղված եղել է հայտարարությունը, եւ ես ինձ վերապահում եմ իրավունք, այդ թվում հանրության անունից շատ հստակ պատասխաններ պահանջել, որովհետև յուրաքանչյուր քաղաքական գործիչ իմ կարծիքով պետք է իր ասած խոսքերի համար շատ հստակ պատասխան տա։ Առավել ևս պետական պաշտոնյաները։ Շնորհակալություն։ Ես հասկանում եմ, որ դուք իսկապես երկու շաբաթը մեկ ամենայն հավանականությամբ նույն հարցը կրկնելու եք եւ դրանում զարմանալի բան չկա։ Ես նաեւ գիտակցում եմ, որ երկրում ծառացած բազմաթիվ խնդիրներից ձեզ համար քաղաքական առումով ավելի շահավետ է այս հարցը երկու շաբաթը մեկ բարձրացնել։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրումներից մեկին, մի երանգավորմանը, որ ստուգումների մասին օրենքով սահմանված բոլոր ժամկետները սպառված են, սա նոր հարցադրում է, որը չի եղել ձեր գրավոր հարցում, եթե այն լիներ, ես բնականաբար իմանալով, որ այսօր գործընկերս ներկա չէ, կնախապատրաստվեի այդ հարցին պատասխանելուն եւս, ցավոք այս պահին չեմ կարող պատասխանել, ուղղակի որովհետև չեմ տիրապետում մանրամասներին դրա։ Եթե դուք որպես հարցային ձևակերպում եք, վստահեցնում եմ ձեզ, որ ես կուղեմ այդ հարցը գործընկերոջս եւ խնդրեմ, որ նա ձեզ դրա մասին ավելի մանրամասն պատասխանի։ Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների գործունեությանը, դուք ասացիք, որ այնտեղ շատ սեղմ ժամկետներ են նախատեսված, կարծում եմ դուք այստեղ երկու բան շփոթում եք։ Խնդիրը վերաբերում է կոնկրետ փաստի մասին հայտարարության, որի հետ կապված իրականացվում են ստուգումներ, այսինքն տվյալ պարագայում ստուգումները իրականացվում են, բայց ձեր հարցադրումը կարելի է համարել հարց, որը ուղղված է բաց ոչ թե թերևս կառավարությանը, այլ իրավապահ մարմիններին եւ ես չեմ կարող ասել նրանք արդյոք կպատասխանեն հերքումով թե ոչ, որովհետեւ ցանկացած իրավապահ մարմին կարող է պատասխանել մի հարցի, երբ նա հայտնաբերել է փաստեր։ Եվ եթե փաստեր հայտնաբերված չեն, դա դեռևս չի նշանակում, որ որևէ բան այդ իրավապահ մարմինը կարող է հրապարակավ հերքել։ Իրավապահ մարմինները այդ առումով լինում են շատ ավելի զգույշ իրենց հայտարարություններում։ Մի բանը վստահաբար կարելի է ասել, որ եթե առ այս պահը որևէ քրեական գործ հարուցված չէ, նշանակում է որևէ փաստ, որը կարող է հիմք ծառայել քրեական գործի հարուցման համար, առկա չէ։ Գրավոր հարցն ավարտվեց, կանոնակարգի 105-րդ հոդվածի համաձայն պատգամավորները կառավարությանը կարող են բանավոր հարցեր տալ, որոնցից յուրաքանչյուրը պետք է վերաբերի կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին։ Առաջինը բանավոր հարցեր են տալիս ընդդիմադիր խմբակցությունների երեքական հերթագրված պատգամավորներ, որից հետո